Սա այն օրն է, երբ լռությունն ավելի բարձր է խոսում, քան ամենաբարձր ձայնը։ Օր, երբ սիրտը ծանրանում է և միաժամանակ հպարտանում։ Հպարտանում ոչ թե ցավով, այլ նրանով, որ մենք դեռ կանք, աշխարհի տարբեր անկյուններում, նույն հավատքով, նույն մշակույթով, նույն հիշողությամբ և նույն անունով՝ հայ։ 1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան Թուրքիայի կողմից սկսվեց հայ ժողովրդի լռեցման և բնաջնջման փորձը իր պատմական հայրենիքում։ Այդ օրը սկսվեցին զանգվածային ձերբակալություններ, որոնց առաջին զոհերը դարձան հայ մտավորականները, հոգևորականները, համայնքային առաջնորդներն ու ազդեցիկ գործիչները։ Սա կազմակերպված պետական ծրագիր էր, նախ կտրելու ժողովրդի մտավոր ուժը, ապա հեշտացնելու նրա բռնի տեխանումն ու ոչնչացումը։ Այս ողբերգական գործընթացի ընթացքում 1,5 միլիոն հայեր զոհվեցին, ենթարկվելով աննկարագրելի տառապանքների, մահվան երթերի և աքսորի դեպի անապատներ ու անհայտություն։ Սակայն պատմությունը այստեղ չավարտվեց։ Փրկվածները սփռվեցին աշխարհով մեկ, ձևավորելով հայկական մեծ համայնքներ Մերձավոր Արևելքում, Եվրոպայում, Ամերիկայում և այլ երկրներում։ Նրանք պահպանեցին իրենց լեզուն, մշակույթը և ազգային ինքնությունը, հիմնադրելով դպրոցներ, եկեղեցիներ և համայնքային կառույցներ։ 111 տարի անց էլ հայ ժողովուրդը չի մոռանում 1915 թվականի ապրիլի 24-ի ցեղասպանությունը։ Աշխարհի տարբեր ծայրերում հայերը շարունակում են իրենց հարգանքի տուրքը մատուցել 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին, պահելով հիշողությունը կենդանի և անջնջելի։ Այսօր Սիդնեյի Սուրբ Հարություն հայ առաքելական եկեղեցում մատուցվեց Սուրբ Հարության պատարագ քահանաների և սրբազանի առաջնորդությամբ։ Եկեղեցու ներսում տիրում էր աղոթքի, լռության և խոր հիշողության մթնոլորտ։ Հավատացյալ ժողովուրդը միացել էր միասնական աղոթքի մեջ, իրենց հոգևոր հարգանքի տուրքը մատուցելու և հայոց ցեղասպանության անմեղ զոհերին հիշելու համար։ Յուրաքանչյուր մոմ, յուրաքանչյուր խաչակնքում դարձավ հիշողության և հավատի կենդանի վկայություն։ Պատարագից հետո համայնքը տեղափոխվեց Խաչքարի այգի, որտեղ դրվեցին ծաղկեպսակներ, որպես խոր հարգանքի, խոնարհման և հավերժ հիշատակի նշան։ Խաչքարի առջև տիրող լռությունը ինքնին դարձավ խոսք ցավի, բայց նաև անսասան հիշողության մասին։ Այնտեղ էին տարբեր սերունդների մարդիկ, մեծերից մինչև փոքրիկներ։ Եվ հենց այդ պատկերն էր ամենահուզիչը, որ մեր հիշողությունը չի մնում անցյալում, այլ փոխանցվում է սերնդեսերունդ, որպես պարտք, որպես ինքնություն և որպես ճշմարտության շարունակություն։ Մենք ընտրել ենք հիշել, քանի որ մոռանալը երկրորդ կորուստն է։ Նույնիսկ այստեղ, հեռու հայրենիքից, մենք ամեն շնչով ապացուցում ենք, որ մեզ չկարողացան կոտրել, որ մեզ չկարողացան լռեցնել։